Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Դիլներ կան, դա բոլորը սպորտային կարատու Ընթացքում է, process-ի մեջ է։ Այս տարվա ընթացքում Կամո, ես գիտեմ դու հաջողություններ է հասնում մի բնագավառում, սպորտի բնագավառում, պետք է կանգ առնել եւ ինչ որ այնպես չէ՞ որ, չգիտեմ, շատ սպորտսմեններ կան, որ միայն զբաղվում են սպորտով, իսկ ուսում բան իրենց չի հետաքրքրում։ Ես եմ եւ ես թվում է եթե սպորտը ավարտեմ, ունեմ ինչով զբաղվելու։ Կարող եմ մասնագիտությամբ էլ զբաղվել։ Հետաքրքիր է, որ այո, ունենալով այդ գիտելիքները դու Թիմի կողմից ինչով էր դա պայմանավորված։ Ես կարճ պրոֆեսիոնալ մրցումներին միայն ես եմ մասնակցում, որտեղ բոլորը թողել են։ Այդնել բոլոր նրանց, ովքեր որ Եվրոպայում իրոքից ես ոչ մի բանի պակաս չեմ։ Դու մոտ 93 մեդալ ունես արդեն, քանի տարվա ընթացքում։ Չէ, բայց կան վարկածներ։ Ավստրիայում որ կայացավ, նախավերջին ավելի ճիշտ, այնպես էր, որ ամեն մի թիմի մինիմում 5-6 հոգով էր, իսկ ես միայնակ sense դրոշով։ Բայց դա էլ է յուրահատկություն։ Դա կարևոր։ Հանդես եկա շատ հոյակապ, կարելի ասել, շատ լավ։ Շնորհակալ եմ, որ ամեն անգամ կարողանում ես այսպիսի մեծ բաց մրցաշարի ընթացքում եւ մեր հիմնը հնչեցնել եւ նաեւ դրոշը բարձրացնել։ Այստեղ մեդալ չկա, միայն Եվրոպա ինչ-որ առաջնությունների, աշխարհի առաջնությունների, Եվրոպայի առաջնությունների Grand Prix-ների մեդալներն են։ Ինչքան տևեց գնացել, ջարդվել էր, չէ։ Միջև հիմա էլ խնդիրներ կա։ Շնորհակալ եմ նաեւ ձեզ։ Շնորհակալ եմ։ Նույնպես շատ շնորհակալ եմ տղաս, որ դու բարձրացնում ես մեր հայկական դրոշը, մեր հիմն ես հնչեցնում բոլոր երկրներում, աշխարհի բոլոր ծայրերում։ Եվ ոչ մի անգամ հանրապետության աջակցության տարիքը չես զգացել։ Դու շատ հասիբով տղա ես, դու մեր հայացքի պարտանք ես։ Մենք շատ սիրում ենք քեզ։ Այլ հավաքականների։ Գողանում են, բայց անին շատ պետք է սկսենք ամենասկզբից, չէ՞ որ 95 թվականից եմ սկսել մարզվել, մեծ հաջողություններ եմ ասել։ Կարատեն էլ ունի համաշխարհային վարկածներ եւ ես միայն մասնակցում եմ հրավերներ եմ տարբեր վարկածներից ստանում եւ մասնակցում եմ միայն որոնք որ պատկանում են համաշխարհային կարատեի ինչ որ ֆեդերացիային։ Անդրադառնամ նրան, որ չեմ ուզում անուն շեշտեմ, այո, ասեմ, բայց կցանկանամ, որ այն մարդիկ, ովքեր որ շատ բաներ են խոստանում, որ իրենց խոստումը կատարեն։ Շատ մարդիկ կան, որ շատ բաներ են խոստացել եւ եկել է վերջին պահ, ասել են, վայ, գիտեք ոնց ֆինանսական ճգնաժամ է, այսքան եւ Փառք Աստծո ես ունեմ տարբեր երկրներում այնպեսի շատ լավ ընկերներ, հզոր ընկերներ, որոնք որ ինձ աջակցում են, չեմ ասի ֆինանսավորում են, բայց ամեն մի հարցով օգնում են, աջակցում են։ Ուրախ ենք, որ ունենք այսպիսի մարզիկներ։ Այո։ Հա։ Շնորհավորում եմ։ Այո։ Ուզում եմ որ միշտ առաջինը լինի։ Եվ նույնը մաղթում եմ մեր բոլոր մարզիկներին։ Բայց մյուս տարի մասնակցել եմ միայն տարբեր այս 3 վարկածներից որ նշեցի, այս տարբեր վարկածներից միայն աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների։ 94, 5, 6, միայն ես եմ մնացել, մասնակցում եմ 7 կարելի ասել, որտեղ բոլորը թողել են սպորտը, տեսել Հենց է եկել այս մարդը, սիրելի հերթական։ Հայաստանի Վադորիու ֆեդերացիայի հետ էլ գնամ կամ տարբեր ֆեդերացիաների հետ էլ։ Ուղղակի խնդրեմ դրանում է, որ ես չեմ գնում մի շաբաթով Եվրոպա, ես գնում եմ 2-3 ամսով։ Միշտ մրցաշարերը լինում են շաբաթ-կիրակի օրերը, օրինակ ես միշտ գնում եմ Հունաստան, մարզում եմ այնտեղ, որտեղ շատ օգուտ է տալիս։ Իսկ Հունաստանից հետո միշտ գնում եմ ինչ-որ տարբեր երկրներ մրցաշար, կլինի դա Եվրոպայի Grand Prix, թե Grand Prix-ներ, թե միջազգային մրցաշարեր։ Հետո մի շաբաթ հետո մեկնում եմ ուրիշ մի երկիր եւ այնտեղ եմ մասնակցում մրցաշարերը, որտեղ բազմաթիվ հրավերներ ունեմ։ Տարբեր վերսիաներ կան, ուզում եմ այդ վերսիաներով վարկածներ ավելի ճիշտ հայերենով ասենք, այդ վարկածներով ուզում եմ հաղթել աշխարհի թե Եվրոպայի առաջնություն այն ժամանակ նոր Փաստորեն մենք ունենք դեռ